Ինձ ասա, քեզ ինչքան փող է պետք։ Բայց ինձ փող պետք չի, ինչ ես անում։ Չկա մարդ, որին փող պետք չլինի։ Այն էլ քեզ նման մարդու համար, որ փողի մեռած է։ Ինձ խնդրում եմ չվիրավորես ու չստիպես, որ ես չարանամ, լավ։ Թե չէ ինչ, բերանդ կբացես Վլադի մոտ։ Լավ, ինչի չեք թողնում մարդավարի ապրեմ։ Ինչի եք ստիպում, որ պարտադիր մի կեղտոտություն անեմ, հա։ Ես հասկանում եմ, որ դու տղուս հետ չես կարա մի տանիքի տակ ապրես։ Դրա համար քեզ առաջարկում եմ վերցրու այդ գումարը ու գնա այս տնից։ Բայց ինչի չենք կարող ապրել միասին։ Մեզ ինչ ա եղել, որ։ Դու մաքուր մարդ չես։ Իսկ Վլադս իր սիրած աղջիկը տեղափոխվելու է այստեղ։ Մտքով անցել է, թող տեղափոխվի։ Կարող է ես եմ խանգարում։ Շատ ես խանգարում։ Ինչ արած։ Ստիպված են հանդուրժել ինձ, որովհետև ես չեմ պատրաստվում այս տնից գնալ։ Իսկ դու հերիք ագոտ ծանր տեղը թեթևացնես ու անընդհատ ինձ գումար առաջարկես։ Ամոթ ունեցի վերջապես։ Ես քո երեխայի մայրն եմ։ Ես քնում եմ, չես գալիս։ Հասկացա, Վլադին է սպասում։ Լավ, ինչքան ուզում ես սպասի։ Դեպը ուշանում է, ուրիշ չի գալի։ Լավ կանի, վապշե չի գա։ Սաղագև տենամ, ինչ եղավ։ Որ գա ինչ պետի անի, ինչ պետի ասի, ինչ պետի խոսա, նա ցերեկն եկավ խոսած գնաց էլի Երիկը։ Բարի օր ձեզ։ Ես կասեի բայ երեկո։ Ժամ, ես ինչ ա վիճակդ։ Ես ինչ ա եղել, հան։ Կարող ա դուք ասեք, թե ես ինչ ա եղել։ Ես սովա իրան ես վիճակին հասցրել։ Որ ասեմ ես եմ Ժանու ինձ ես եկա հավատակ։ Բան չկա Ադամը հանգիստ է։ Սրա համար էր, հա, որ տուն չէիր գալիս։ Ինձ էլ խաբեցիր, ասեցիր, մթոն գործեր ունես։ Ապրես, Ժանո տղա, շատ ապրես։ Ինչու սա գործ չի։ Ոնց հասկանում եմ, Ադանային այս տանը թողնելը արդեն վտանգավոր է։ Եթե տենց ես կարծում կարող ես հետդ տանել։ Ճիշտ ես դու այդ տղա ուր տանի։ Ես ոչ մի տեղ էլ չեմ գնա։ Վտանգներից էլ այդքան շուտ չեմ վախենում։ Դա հələ մի հատ ասա, այսով ա քեզ ես վիճակին հասցրել։ Չես ճանաչի։ Ողբերգություն պետք չի սարքել։ Հիմա ինքը իրան շատ լավ ազգում։ Իսկ դու ով ես։ Նախ դու ներկայացի, հետո իմ ով լինելը հարցրու։ Լադարի ես քեզ ճանապարհ եմ էլի։ Ինչ ճանապարհ ես լինել, սպասի։ Ալո։ Իսկ դու լավ կանես գնաս։ Հեսա կնում չթոր եղբայրն է գալու։ Կարող է իրան դուրս չգա քո ստեղ լինելը։ Ժանո լևը չի գալու, ես էլ գնում եմ։ Ուր։ Եվս լավ։ Ժանո։ Ես ին վրա եմ զարմանում, գիտես։ Կամ ես լրիվ դեբիլ եմ, կամ էլ ուղեղս անջատել եմ, որ բան չհասկանամ։ Քեզ ինչ եղավ։ Ես քեզ բերել եմ, թողնում եմ երկու հատ անծանոթ տղամարդու մոտ ու պատրաստվում եմ գնալ, հա։ Չէ, դու ինձ լրիվ էշի տեղ ես դրել։ Կամ էլ դրել ես ինձ մեր դասարանի Պետրոսյան Հայկի տեղը։ Բայ Վլադ։ Մենակ դու կարել գիտես ինձ այս պահին ծիծաղեցնել։ Ոնց եմ զգում, որ սենց անիմաստ խանդում ես։ Հայդ այդ Հայկի հետ կարող ես ծանոթացնես։ Հա, բա մնում էր մենակ Հայկի հետ ծանոթացնել ու վերջ։ Բան չհասկացա, որտեղ նորմալ բան չասեցին։ Մի բան մենակ հասկացա, որ Լևին բռնել են։ Հիմա ուր ես գնում։ Գնամ տենամ ինչ եմ անելու։ Ես եմ գալիս։ Լավ, դե վերջ գնա։ Հələ ես խնդրեմ, որ մնաս։ Ես դուրս եմ գալի, չեմ ուզում, որ Ադանան մենակ մնա։
Ներա ճամփիկ նայելով, մամա։ Վայ, մեռնեմ ջանի։ Օրևս, տղա ջան, բա ես քեզ կթողնեի կգնայի, հերդ էր էլի մեղավոր։ Ինձ ու քուրերի ճամփեց, ասեց գնացեք տուն։ Շպրտեց ստեղից մեզ։ Ոնց ես, տղա ջան։ Ինչի ճամփեց papan։ Չգիտեմ։ Երևի խանգարում էինք։ Մամա, Հաջան։ papan ուրա։ Ոյ։ Արամ Ալիկովիչ, ձեզ շատ սիրող հայրիկը ձեզ թողել է մենակ եւ գնացել է իր սիրուհիներից մեկի մոտ։ Չէ, հա։ Հա, հավատանական էր։ Տղա ջան։ Լավ չես տղա ջան, էդ ուր ես նայում։ Մեռնում էի։ Ոյ, Ես ասի կմեռնեմ։ Չնայած արդեն մտածում էի ինչա լինելու իմ հետ մեռնելուց հետո։ Մտածում էի տենաս հերս կարան հենց անի, որ կոնե դրախտ ընկնեմ։ Էդ ինչ էր որ չաներ, էդ էլ որ պիտի չկարողանար անել, էլ որ օրվա համար էր այդ փողերը դիզում։ Մեղա, այս ինչ եմ խոսում, այս ինչեր եմ ես դուրս տալիս, այս ինչեր եմ մտքերովս անցնում։ Արամիկ ջան, ախր նենց եք ձեզ պահում, որ ես գլխումս խելք չի մնացել։ Օհ, Մամա, ջանա, կարող է իմանաս papan են քյաչալշանը մորթելա թե չէ։ քաչալ շուննովա։ Մամա, ոնց ով է, տաղու դժող կողարկողն է։ Ալո։ Այո։ Լավ, շատ լավ։ Աստորեն սպասվածից ավելի լավ է ստացվել։ Հանցագործները բռնվել են հանցանքի վայրում։ Շատ լավ։ Բրավո։ Ինչ էի անում։ Ես իմ պահեստներում էի։ Ախպորս համար անհասկանալի հարցեր կային, գնացել էի, որ պարզություն մտցնեինք։ Գնացել էի վաղեմի թշնամիներիս հանդիպելու։ Հետո չսպասված հյուր ունեցա։ Հետո հյուրեր, այսինքն ձեզ։ Մոնտեի համար մեզ գտնելը դժվար չէր։ Դու ամբողջ կյանքը քիլլեր է աշխատել։ Պատահական չէր, որ իրան պալաչ են ասում։ Ես ուզում էի սպանել ալիքի լակոտին։ Ինքն էլ որոշեց պատժել դրա համար ինձ։ Ես ագրեսիա չեմ սիրում ու տանել չեմ կարողանում, երբ մարդիկ զենք են կիրառում։ Այո, չեմ հերքում, ես զենք եմ պահել նրա վրա։ Բայց դա պահի պորտքում էր։ Եթե չխանգարեիք, ես եմ մեռած կլինեի։ Ու ճիշտն ասած նաև երջանիկ։ Չեմ հասկանում, թե այդ մարդն էս տանն ինչ էր անում։ Օրեր առաջ ինքն ու Ժանոն մի լավ վիճվել էին։ Այդ մարդը հեշտ դուրս չեկավ։ Իսկ քո Ժանոյի մասին չեմ էլ խոսում։ Բայց ինչի է։ Ինչի ես տենց խոսում Ժանոյի մասին։ Վլադ հավատա, էլի Ժանոն լավ մարդ է։ Իրոք, ինքը շատ լավ մարդ է։ Երևի հասկացանք մենք իրար։ Խեղճից տեսար ինչ էին արել։ Խեղճիտ, հա։ Երևի ինչ-որ մեկին հասցրել էր, որ այդ օրն էին գցել։ Վլադ, դու այսքան ժամանակ չհասկացար, որ ինձ դուր չի գալիս, երբ դու Ժանոյին վիրավորում ես։ Երբ դու Ժանոյի մասին վատ ես արտահայտվում։ Հավատա, էլի Վլադ, ինքը իսկապես լավն է։ Իսկ ինձ դուր չի գալիս, որ դու իրան այսքան պաշտպանում ես։
ու սենց անհանգստանում ես իր համար։ Դե մերը էլ ես քեզ ասել եմ, որ քո խանդն անտեղի է։ Ու արդեն լավ կանես գնաս, որովհետև մնալը տան իմաստ է։ Ուզում ես գնամ, հա։ Հա, որովհետև չեմ ուզում Ժանոն գա ու քեզ էլի ստեղ տեսնի։ Վերջի սա իրա տունն է ու ես պարտավոր եմ իրան հարգել։ Ես քեզ չեմ կարող ստեղ մենակ թողնեմ ու գնամ։ Լատ վերջ տուր, հա։ Գիտես, որ ես չեմ վախենում։ Այնքան բան, որ ես եմ ապրելու տեսել։ Արդեն քար եմ դարձել։ Տեսնես ուրա հիմա, ինչ է անում, ոնց է ապրելու։ Ոնց իմանամ իրա մասին չգիտեմ։ Ինչին կյանքս ես դասավորվեց։ Եթե Արամիկին մի բան եղած լիներ, հիմա սաղ քաղաքը դրա մասին կխոսեր։ Այդ առումով կարաս հանգիստ լինես։ Իսկ ինչ վերաբերվում է կյանքիդ։ Համ ուզում եմ դա մեռնի, համ էլ չեմ ուզում։ Անենց անբացատրելի բան եմ զգում, չես պատկերացնի։ Առաջ որ լսում կամ կարդում եմ, որ ինչ-որ մեկը մեկին սպանել է, հետո իմանում եմ, որ այդ սպանվածի հարազատները դրաններ են։ Զարմանում էի, ապշում էի, ասում եմ, վայ Աստված, ես լինեի հիմա դրան մաս էի բաժանել։ Բայց ահա, արի ուտես։ Այսպես նստած, չեմ էլ հասկանում, թե ինչ եմ ուզում ու ինչ եմ զգում։ Ուզում եմ, որ այդ մարդասպանը մեռնի, թե Որովհետև մարդը չի մեռել մեջդ։ Լավ է Արամիկներին մի կողմ թող։ Հիմա իմ հարցին պատասխանի, որ կարողանամ հանգիստ խղճով տուն գնամ։ ինչ ասեմ։ Կլինես հիմա։ Սխալ հարց տվեցի։ Դու արդեն իմն ես։ Նի։ Ջան, երևի հարցս պետք է սենց ձևակերպեմ։ Կլինես իմ կողքին։ Չի։ Տված ժամանակն արդեն լրացավ։ Հա։ Ու ես էլի վիճակի չեմ սպասելու։ Քոհան ինձ հենց հիմա է պետք։ Թե չեն։ Մենակ փորձի։ Կսպանեմ։ Հա։ Ինչ։ Լավ չլսեց ինչ որ բան ասեցիր։ Դե հարց տվեցիր։ Ես էլ պատասխանեցի։ Դե մի հատ էլ ասա, որ լավ լսեմ։ Դե Առանց դեի։ Այո։ Դե ուրեմն էլ ինչ գործ ունես այդտեղ կյանքս։ Գնացինք։ Չէ լավ։ Ես մինչև Ժանոյի հետ չխոսամ, այս տնից դուրս չեմ գա։ Խնդրում եմ, որ այս անգամ էլ ինձ փորձես ընդառաջել։ Եթե միայն թողնես երանության գիրք կանգնա։ Ես սարկած մոմենտ է։ Շրջոգում ես սաղ կյանք սարքում են իրա վրա։ Հա, ուժեղ մարդկանց գլխին հայր սարքում են։ Այս անգամ ինչ թեմա է։ Հեսա դուրս կգա, կհասկանանք։ Իսկ կարող է դուրս չգա։ Ես օրորի ավելի եմ համոզվում, որ դու Լևի հնարավորությունները թերագնահատում ես։ Ասում ես ախպերն էլ է հետը։ Հա։ Բայց մի բան չեմ հասկանում, Ժանո, դու ինչի եկար հետս։ Խանգարում է։ Չես խանգարում, նույնիսկ հաճելի է քո ներկայությունը։ Մենակ թե Ինչ, շարունակի։ ինձնից ու Լևից հրաժարվում էիր, բայց լսեցիր, որ Լևը բռնվել է, քեզ կորցրիր։ Լևի իմ համար հորպես է եղել, ես ուտող ուրացող չեմ։ Սիրուն արտահայտություն էր, Լևին էլ դուր կգա։
Ես սրան պատրաստ չէի։ Բայց մավան պատրաստ էի։ Բայց ոչ սրան։ Ուզում էի գնալ որդուս մոտ, բայց չստացվեց։ Այգուցե Աստված չի ուզում։ Աթեպետ ուզի։ Իմ տեղը դժոխն է։ Կյանքում պատահական ոչինչ չի լինում։ Աննպատակ բան չկա այս կյանքում։ Եթե չմեռա, ուրեմն դեռ անելիք ունեմ։ Ուրեմն դեռ մարդիկ կան, որ չպետք է լինեն երկրի երեսին։ Հանձինս այդ լակոտի, որ չի սատկել։ Բաժանորդը անջատել է հեռախոսը, բան գտնվում։ Պաժալուստը, չկա։ Հեռախոսը անջատածը։ Բա որ ասում եմ գնացել է սիրուհու մոտ։ Չի կարա տենց բան լինի։ Խափում ես մամ։ Չես էլ ամաչում, էդ ինչ ես ինձ ասում։ Ես ոնց կարող եմ քեզ խափել։ Չկարենալը կարող եմ, բայց ես քեզ ինչի խափեմ։ Դուր մի հատ էլ ես զանգեմ մամ։ Քեզ տանջելու համար խելքդ քոնը չի։ Ահա։ Մամա, հավատս չի գալի։ Ոնց կարար իմ հերը իմ հետ սենց վարվեր։ Ախր ինքը իր տղուն սաղից շատ է սիրում։ Ինքը չէր կարա ինձ թողեր ու գնար, հեն էլ ես վիճակում։ Ի գիտություն քեզ բոլորից շատ ես եմ քեզ սիրում հիմար։ Հա մամ ջան, ես էլ քեզ եմ շատ սիրում ցավդ տանը։ Բայց կարանք իմանանք պապան ինչի է հեռախոսը անջատել ու թռել։ Թռելա, որովհետև թռնող այնքը միշտ էլ մեզնից թռնում է։ Չգիտես։ Անշնորհքերդ։ Մամա, կատակը մի կողմ, բայց հորս հետ մի բան եղած չլինի, հա։ Հա, չէ, մի չէ։ Կամ էլ եղել է։ Կարող է այդ լրբերից մեկի հետ ջակուզիում խեղդվել է։ Ինչ իմանանք։ Կակնիկ ստացի հայտնվեցին սրանք։ Ոնց չհասցրիս դրա արունը ոտերիս տակ թափեն։ Ախ, ինչ գերագույն աճեր կստանայի։ Աչքերիս նայի։ Բալաչ։ Սպասի հալիք։ Ալատեց բայց աղբորս։ Գտավ բերեց գցեց ոտերիս տակ։ Ցավը տանեմ ես իրա։ Բայց ես սրանց գալը չհասկացա։ Սրանք որտեղից հայտնվեցին, հեր սենց մոմենտի։ Այ ես դրանց։ Լավ բան չկա։ Ոչինչ։ Ես տեղ թե դրսում քեզ էլ կհանդիպեմ ու կտոր կանեմ պալաչ։ Ու ճանապարհ կմնաս տաղուտ մոտ։ Ու այդ վաղտ կիմանաս, որ ալիքի հետ տենց կատակներ անել պետք չի։ Աղտենաս ամերն ինչ արեց։ Ցավը տանեմ ես իրա։ Սիրում եմ անառակ որդու վերադարձել։ Ես անառակ որդի չեմ։ Լև, Ժանոյի սրտացավության թեման հետո կբացենք։ Դու ինձ ասա ավելի լավ է, ես ինչ հաշիվ էր։ Հավաստի մարդիկ ականջիս շշնջացին, որ սա Վալերիկի արածն էր։ Բայց ինչի համար։ Աչքիս դիլխոր ես գցե։ Ինքն իրա գլխի գալիքը գիտեր։ Դրա համար էլ ուզում էր ինձնից ազատվել ավելի շուտ, քան ես կփորձեի իրանից ազատվել։ Բայց այնա մոտը չստացվով էլի, ուրեմն մեր հետ նստած ես։ Ես եմ ազատության մեջ, իսկ Ալիկն ու Պալաչը փակի տակ են։ Ալաչը, այդ ինչ գործուներ դերը։ Հələ սպասի Ժանո։ Երբ սպեցնազը մտավ, Ալիկը պատրաստվում էր սատկացնել ընկերուհու թորը։ Կարելի է ասել Վալերին մարդկային կյանք էլ է փրկել։
Ծանր օրեր, բայց լավ ավարտով։ Բա ոնց, չփչացնի տրամադրությունս մի հատ առավոտ շուտ, չի լինի, չկվերցնես հեռախոսդ, որ իրան շատ պետք է։ Ոնց բռնել են։ Հա, իր համար երևի լավն էլ էր, բարին էր երևի։ Բայց դրա բարին ո՞րն է, Ժան։ Համասում ես բռնել են, համասում ես բարին էլ էր։ Խիղճը տանջում, հա։ Բայց դու տեղ քո մեղավորությունը բացարձակ չունես։ Ժան, կարող եմ մտածես ես աննորմալ եմ, բայց ես մինչև վերջ չեմ կարողանում իրանից թշնամի համարեմ։ Ու երևի այդ նրանից է, որ ես մինչև վերջ չեմ հավատում, որ հենց ինքնասպանել ծնողներիս։ Կարող է հենց տենց էլ կա, կարող է ոչ էլ ինքնասպանել։ Կամ էլ ինքնասպանել ուղղակի ես այնքան աննորմալ եմ, որ չեմ հավատում դրան։ Ու շարունակում եմ խղճալ իրան։ Հետն էլ սիրտս ցավում է իր համար։ Առավել ևս, որ սիրտը ցավում, ուրեմն ճիշտ եմ ասում էլի։ Բարին էր, որ իրան բռնեցին, թե չէ։ Հիմա ինքը ողջ չէր լինի։ Լևի աղբերը ուզում էր կրակեր։ Ու այդ բային ոստիկանությունը ներս է մտել։ Բա հիմա ի՞նչ է լինելու իր հետ։ Չեմ իմանում։ Դե իհարկե, իրանց կարելի էր, չէ, գորին սպանելու մարսել։ Բայց դրանց լակոտին ով իրավունք ուներ կպներ։ Ադամ Գյորգիչ, դուրս եք գալիս։ Կլինի ինձ այդ ձևերով չխոսես։ Անկեղծ ասած, երեկվա ձեր վերաբերմունքից հետո ես շատ վիրավորված եմ եւ նախընտրում եմ միայն պաշտոնական շփում։ Ես ավելի լավ տարբերակ կարող եմ քեզ առաջարկել։ Գնալ ես տնից։ Այո։ Ես իհարկե կարող եմ դա անել, ու հենց այս վայրկյանին։ Բայց նախքան այդ Վլադը կիմանա թե ով ես դու եւ ինչ ես արել իր մոր հետ։ Ու ինչ է արել ինքը իմ մոր հետ, որ դու գիտես, իսկ ես չէ։ Այդ ինչով ես հորս շանտաժում։ Чего докатились, Павел Гургенич? Հա ինչ, Գուրգենիչ, մի օր էլ չկարացար պահես այդ հանցագործին։ Բարելույս, Վալերի Սերգեյիչ։ Քեզ համար որ հաստատ բարի է, Լև Սեդրակիչ։ Բայց այնպես է իր ծրագրել, որ քեզ համար բարի լիներ, չէ։ Լև, ես շատ ժամանակ չունեմ, ժողովի եմ գնում։ Չէ, հա, նա ինձ ասելու բան չունես։ Դու ես եկել, ուրեմն դու ինչ-որ բան ունես ասելու։ Լսի, Վալերիկ, այդ պագոններդ ուզում էիր օգտագործել, որ ինձ փակեին, հա։ Ինչ ես ասում, չեմ հասկանում։ Ինչի համար, արա, դու քեզ հիմա պատե-պատ ես տալիս ինձ ազատության մեջ տեսնելով։ Մի հատ էլ հարցնում ես ինչի համար։ Շատ կուզեիր, չէ, որ ինձ փակեին, բայց չեմ փակել։ Փակեին։ Ինչի համար։ Առանց էդ էլ մոռ ունեի որ այդ Վալերի։ Բայց ընեց ես անում, որ քեզ ընդհանրապես վերացնեմ ես աշխարհի երեսից։ Ես ինչ կերճ բաներ ես ասում։ Ես արդեն ազատության մեջ եմ, ոնց տեսնում ես։ Շատ չմնաց շուտով ալիքն էլ ազատության մեջ կլինի։ Մենակ մի հոգի է դուժելու ես ամեն ինչից։
Լակոտիդ փրկած են համբալը, պալլաչը։ Իսկ մենք դեռ կհանդիպենք։ Մենք դեռ միասին հարցեր ունենք բարձելու։ Ես անապեր սպասում եմ մեկի բացատրությանը։ Ես խորհուրդ կտայի ականջ չդնել ասածներին, որովհետև ով չգիտի, թե ինչ տեսակ մարդ է մարդան։ Բայց արի մատ մարդային լսենք, լավ։ Սկսենք քեզնից, Ադամ։ Նախ կխնդրեմ ինձ այլևս չվիրավորել։ Եվ երկրորդ, հիշիր, որ ես կրծքիս տակ քո երեխային եմ կրում։ Այդ երեխան ինձ համար կարևոր չի։ Բայց դու ինձ ասում ես, որ երեխան քո համար կարևոր է, ու դու իրան երեխու համար ես այս տուն ընդունել։ Էն ինչ հիմա ասում ես, որ երեխան քո համար կարևոր չի։ Համբերի, Վլադ։ Ինչ համբեր եմ։ Իրականում այս կինը քեզ շանտաժ է անում։ Ինքը այս տուն շանտաժով է ոտք դրել։ Արի դու մեր հարաբերություններին մի խառնվի։ Ես չեմ ուզում խառնվեմ, բայց ոչ այս դեպքում։ Ուզում եմ հասկանամ, այդ ինչ ես արել մորս, որ ես չպետք է իմանամ։ Իրան հարցրու։ Խոսա, բան ունեիր ասելու։ Դե ասա, ինչ ես լռում։ Հայրդ ճիշտ է ասում։ Ինձ թվում է դու իմ ասածներին պիտի կարևորություն չտաս։ Մենք շատ տարօրինակ զույգ ենք։ Մեզնից ինչ ասես կլսես։ Բայց մենք իրար շատ ենք սիրում։ Բայց ինչ կապ ունի ձեր սերը։ Ես կոնկրետ իմ հարցի պատասխանն եմ ուզում։ Այդ ինչ պետք է ես իմանայի, որ չգիտեմ։ Բայց դու լավ գիտես, թե ով է մերս իմ համար։ Ու այդ իմանալով հանդերձ սրա հետ շոշափում ես մորս թեման։ Ու հետո ցրում եք։ Այնիշ տիկին Մարտան ասեց, որ կարա գնա այս տանից, բայց միջև գնալդ դու կասես ինչ ես արել մորս հետ։ Ես մորդ միշտ սիրել ու պաշտել եմ։ Մնացած հարցերով դիմի Մարտային։ Ես տեսել էի, որ դու արդեն գալիս ես։ Ու ուզում էի պրովոկացիոն հայտարարություն անել։ Ինձ մոտ ոնց որ ստացվեց։ Ես այդքան էլ միամիտ չեմ, գիտես։ Բայց ենթադրենք հավատացի։ Տեսնում ես ինչ ես անում։ Իմ ու տղուս մինչև կռիվ ես գցում։ Կռիվը կսկսվի այն ժամանակ, պապ ջան, երբ որ ես պարզեմ այդ ինչ ես չգիտեմ մորս հետ կապված։ Այդ ժամանակ կկռվենք։ Քո չհավատալը Վլադ ինձ համար շատ վիրավորական է։ Իմ համար էլ պապ ջան, շատ ցավոտ է այն հարցը, որ դու կարաս ինձ երբևէ խաբես։ Էլ չեմ ասում, որ կարաս մամային նեղացրած լինես։ Շնորհակալ եղիր, որ բերանս փակ պահեցի։ Դու քո կաշին փրկեցիր։ Բայց կասկածներ գցեցիր որդուս մեջ։ Դե ուրեմն այնպես արա, որ այդ կասկածները չվերածվեն փաստերի։ Ոնց կուզեի իմանալ, թե ինչ ա եղել իրականում։ Արդյոք դու ես սպանել ծնողներիս, թե ուրիշները դա արել են ու պատասխանատվությունը քեզ վրա են գցել։ Չեմ ուզում դավաճան թվալ, բայց սիրտս ցավում է քեզ համար։ Հա, ցավում է։ Ահա։ Յա, վերջապես։ Գոնե նայել ես քանի անգամ եմ զանգել։ Չէ, ճիշտ ասած չեմ նայել, Վլադ։ Դե մերսի։ Կարևորը դու շատ բարի ես եւ անկեղծ։ Լավ, հիմա պիտի վիճվենք, հա։ Լսի անգամ վատ եմ, տեղս չեմ գտնում։ Ինչի՞։ Քեզ ինչ ա եղել։ Չեմ հասկանում։ Այս հայրս ինձ խաբում է։ Ախ, խաբել ես վերջերս լավ նորաձև ա դարձել։ Ամենավատը գիտես որն է, որ խաբում են ամենամոտ ու ամենահարազատ դարձած մարդիկ։ Ու դրանից էլ հիասթափվում ու ցավ ես ապրում։ Մի հատ դու ինձ ասա ինչի հեռախոս չէիր վերցնում։ Ժանոյի հետ է ճիշտ ասած խոսում։ Ու չգիտե թե հեռախոսը ուր է։ Խոսացիր։ Ասացիր, որ պետքա գնաս իր տնից։ Չէ, Վլադ։
Դրա մասին չէինք խոսում։ Իա, դե կներես, բայց ինչ չէիք խոսում։ Ուղղակի Ժանոն պատմում էր, թե ինչ ա եղել։ Քեզ էլ շատ հետաքրքիր ժամանակ եցել, հա։ Բայց ինչից որոշեցիր, որ մենք հենց այդ մասին էինք խոսում։ Դու ինձ ասել էիր, որ պետք է իրար հետ խոսակ, որ նոր դուրս գաս այդ տնից։ Բայց պարզվում է հիմա, որ դուք ուրիշ բանից եք խոսացել։ Երևի Ժանոյի ծեծվելուց, հա։ Չէ, Վլադ։ Ու խնդրում եմ խոսալու տոնն էլ փոխի։ Խի այդ ի՞նչ է, ինչը քեզ դուր չի գալիս։ Դու լավ գիտես։ Հանգիստ խոսա, որ հեռախոսը չանջատեմ, լավ։ Դե մնում էր վրես հեռախոս անջատեիր։ Գիտես, դու քո վատ տրամադրությունից խոսացիր, բայց մի հատ քեզ նեղություն չտվեցիր, հարցնես, թե ես ոնց եմ։ Երեկիրիկուն ամեն ինչ լավ էր, երբ որ բաժանվեցինք։ Լավ, մեր հարաբերություններն էին լավ։ Բայց ես հիմա ինձ վատ եմ զգում, որովհետև Ժանոն պատմեց, որ Մոնթեին բռնել են հենց այն պահին, երբ կնոջդ հայրն ուզում էր իրան սպաներ։ Նախկին։ Աղջի, նախկին։ Ինքը որտեղ ես գիտի։ Լևից է իմացել։ Նրանց բոլորին բռնել են։ Լևին ճիշտ է բաց են թողել։ Իսկ այդ Ալեկին ու Մոնթեին պահել են։ Ուշացել եմ։ Չէ, լավ է ժամանակին ես եկել։ Ներսանցի։ Մի վարքան։ Ոչ մի դեպքում բերանից չթրցնես, որ ես եմ քեզ այստեղ կանչել, լավ։ Իրա սենյակում է Վլադիկը։ Հա, իրա սենյակում է։ Գնամ անակնկալ անեմ։ Վայ։ Ինչ անուղեղ ես բայց դու։ Բայց ինչի։ Մի քիչ խորամանկ եղել է։ Քեզ նենց պահի, որ գալը դու գնալ այդ մեկ չլինի։ Բան չհասկացա ասածներից հետ։ Լսի, եթե դու քեզ քո պահվածքին համաձայն պահես ինչպես միշտ։ Վլադը սենց թևիցդ կբռնի ու դուրս կշպրտի ստեղից։ Ու ոնց պիտի ինձ պահեմ։ Խոհեմ, հնազանդ, հրեշտակի պես։ Բայց ես ոնց ինձ հրեշտակի պես պահեմ, եթե Վլադիկը իր սիրուհուն այս տուն բերել, կարաս ասես։ Սիրուհուն։ Լսի, սիրուհուն բերել էր, բայց թագուհու պես էր նայում։ Թագուհու։ Գոնե դա մի ասա, հա, որ կարողանամ ասածիդ պես հրեշտակ խաղալ։ Պապա, բարև։ Բարև։ Բան է եղել։ Չէ։ Բա որ չէ, ինչ ես եկել։ Եկել եմ Վլադիկին տեսնեմ, չի կարելի, թե պիտի նախորոք զանգեի։ Երևի պիտի Մարթան մեզ զգուշացներ։ Վայ, բայց Մարթանի չիմանա, որ Կարմենը ուզում է գա մի հատ էլ, որ ձեզ զգուշացներ։ Եթե Վլադիկը տանը չի, ես կարամ գնամ, ձեզ չեմ խանգարի։ Տակ դոկտոր, այնքան ոգևորված եմ, այնքան բան ունեմ ձեզ ասելու, ուրեմն խնդրում եմ ուշադրությունը սևեռել իմ քթին։ Պետքա վիրահատենք ու փոխենք։ Բայց ձեր քիթը համապատասխանում է ձեր դեմքին, դիմագծերին։ Լավ էլի։ Ինչի են բոլոր պլաստիկ քիրուրգները նույնը։ Ում ասում են պետքա վիրահատություն արվի, ասում են չէ, դրա կարիքը չկա, ու բոլորին են այդպես ասում։ Բայց ոնց կարա տենց լինի, բոլորը իդեալն է։ Բայց ես իսկապես այդպես եմ կարծում։ Մի րոպե։ Ուրեմն եթե բոլորս այդքան իդեալն ենք, չդառնայինք պլաստիկ վիրաբույժ, ինչի եք դառել։ Չէ, լսեք, Մոնիկա։ Մի րոպե։ Դոկտորես ասեմ, որ էլի բաներ եմ մտածել, ուրեմն աչքերս եմ ուզում փոխեմ, ինչ որ что-то наподобие լավա, ասենց ինչ որ մի բան էլի, չգիտեմ, մեկ է սկուլաներս ավելի արտահայտ ինչ որ դառնան։ Կարծում եմ դրա կարիքն էլ չկա։ Էլի ասում եմ։ Ես գիտեմ, թե դուք իմ մարմնի առավելություններն ու թերությունները։ Անցանք առաջ։ Իրանց։ Ուզում եմ ավելի բարակ լինի, լսել եմ ինչ-որ կողոսկրերն են հանում, ինչ են անում, դե ինստագրամով եմ էլի տեսել, ուզում եմ մյուս երկու բարեմասնություններս ավելի արտահայտիչ դառնան։ Բայց դուք այդպես կնմանվեք։ Մեր աղջիկների 90%-ին անհոգ եղեք։ Ես տակ իմ շարմը ունեմ, միևնույնն է տարբերվում եմ։ Իտակ, դոկտոր, երբ կարող եք սկսել իմ պլաստիկ վիրահատությունների շարքը։
Դու ինչ ես անում ստեղ։ Եկել եմ քեզ տեսնեմ։ Համել ուզում եի, որ երեխեքդ զգային քո ներկայությունը։ Ես դուրս եմ գալիս։ Սխալն իմն է։ Պիտի զանգեի նոր գայի։ Դե ուրեմն դրա համար մյուս անգամ կզանգես, եթե ինձ հարմար լինի, դրսում կհանդիպենք։ Նեղություն եմ տալիս, որ գալիս եմ քո տուն։ Դե նես չի, որ ինձ նեղություն ես տալիս։ Ուղղակի դնում ես անհարմար դրության մեջ։ Բայց ես ոչ մի վատ բան չեմ անում։ Հա չեմ ասում վատ բան ես անում, բայց Ես հասկացա։ Ես ամեն ինչ հասկացա։ Ես քեզ խանգարում եմ։ Ես կգնամ։ Ինչ եղավ։ Չգիտեմ, վատամ, ես քեզ չեմ սկսել։ Իրոք է, անվատես համոզում ես գնաս, իրոք է։ Ինչ ես անում։ Արստը բրակնստի։ Ան ես բանը։ Դու գնում ես։ Հա, ես դուրս եմ գալիս։ Դու հանգիստ պարկի։ Մարդան տանն է, եթե բան պետք լինի, իրանք ասես։ Շնորհակալ եմ քո այս վերաբերմունքի համար։ Ինչ կա Ժանո, շատ զբաղված ես։ Պարապել չեմ։ Ուրեմն պարապություն տուր ու շտապիր մոտս, Լևի տանն եմ։ Ինչ ա եղել։ Արի կիմանաս։ Հիմա չեմ կարա գամ, հեռախոսով ասա։ Հեռախոսով ասելու չի։ Տենալու է։ Հենց որ արագացրու։ Հիմա մարդ կա, մի հատ պետք է տենամ հարցերը լուծեմ։ Դու որ սաղ մնացի կգամ մոտդ սալավ։ Ինչի եք զենքը բահել նրա գլխին։ Զենքը չի բահում։ Մի բանի համար։ Որ կրակեի։ Այսինքն խոստովանում եք, որ ցանկանում եք կրակել նրան։ Հա։ Ինչի համար։ Ոստե ինչի համար։ Որտեղ նա իմ որդուն կես մարդ սարկած գցել է հիվանդանոց։ Բայց դուք երեք միանգամայն այլ բան եք ասում։ Երեք ես շոկի մեջ էի։ Իսկ այսօր ստապ ուղեղով հայտարարում եմ։ Այո, ես ուզում էի սպանել նրան։ Եվ դա անելու համար ես իմ պատճառներ ունեի։ Եվ որոնք են այդ պատճառները։ Ինքը իմ որդուն էր սպանելու փորձ արել, ես էլ իրան։ Իսկ ինչի համար էր ուզում սպանել ձեր որդուն։ Հա, որովհետև իմ տղան միակ մարդն է, որ տեսել է թե ոնց այդ հրեշը իր որդուն սաղ վառում իր տան մեջ։